Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ գերաշնորհ Տեր Հայկազոն եպիսկոպոս Նաջարյանը ազատվելով կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակի պարտականություններից 2013 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ։ Ուղիղ 1 տարի է, ինչ Սրբազան հայրը առաջնորդում է մեր թեմը։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հայ եկեղեցու ձայն ռադիոժամի հյուրն է Սրբազան հայրը։ Աստված օգնական Սրբազան հայր և շնորհակալություն ձեզ մեր ռադիոժամին ձեր տրամադրած ժամանակի համար։ Շնորհակալություն և ուրախ եմ, որ այս արիցը ընձեռվեց, վստահ եմ, որ ասկի առաջին ցայնս քարոզներուց է ով դիսպլովեր, բայց ուրախ եմ, որ այս անմիջական խոսակցության արիցը դրվեց ավիճի։ Ուղիղ 1 տարի է, ինչ դուք առաջնորդում եք Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։ Ինչ տպավորություն ունեք թեմից, խնդրում ենք նշել և դրական և բացական կողմերից։ Քիչ ու դժվար է մեկ անգամեն ամեն ինչի մասին խոսել, ինչպես սկզբնական շրջանի նշանների, գրեթե այս տարին և դակավին վստահ եմ, որ դակավին պիտի շարունակվի, ուսումնասիրելու շրջան մնե դակավին, տեսնելու, քննադատելու այն ինչ որ եղած է, այն ինչ որ կարելի է անել, բնականաբար ինչպես որ մեկ թեմ կամ իրավիճակ հայկական ունի իր ուրեմն առավելությունները և ունի իր որոշ թերությունները։ Թրական է, որ նախ այսօր աշխատանքներ դարված են, դպրոցներ հիմնված են, եկեղեցի և եկեղեցիներ կան, կազմակերպություններ կան, որպեսզի հայ մշակութային աշխուժությունը պահեն, քաղուտեն ներս, բավական լավ սերունդ եղած է հին սերունդի մեջ, որոնք միջին արևելք են հատկապես կարող, փորձած են իրենք դիցած ծևերով, ուրեմն հայկական պահպանության գործարքներ շարունակել։ Ասոնք թրական երևույթներ են և ազգային և կրոնական կետնի վրա։ Օրինակ ինձ հաճելի է, որ բادرակ կամ աղոտ կլա և մեր մայրիկները, հայրիկները այդ աղոտներում կմասնակցին, ինչ որ ամեն դեղ չէ, որ այդ գիտությունը կամ հավատքի այդ ծևով դրսևորումը կա։ Ասոնք թրական երևույթներ են։ Իսկ իհարկե ժխտական եթե կարելի է ասել, և ասի միայն այս համայնքի մասին չէ բնականաբար, հիմնական երիտասարդությունն է։ Եվ մանավանդ իմ մտահոգությունը առաջի սերունդեն թեպի երկրորդ սերունդ դարձություն շատ մեծ է։ Եվ շատ արագ գործունեությունելու վտանգի տակ ենք այստեղ մեր ժողովուրդը։ Սրբազան հայր, հունվարի 13-ին Ավստրալիայի հայ կյանքի մեջ գործող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բացառիկ հանդիպման ժամանակ դուք նշեցիք այս գաղութին ճակատագիրը իմ ձեռքս չէ և ոչ էլ ձեզ ամեն մեկուն ձեռքն է, միասնաբար, եթե կրնանք այս ուժերը, այդ կարողությունները թե նյութական, տնտեսական և թե շնորհքով համախմբել, Աստված մեզի առատապես բաշխած է, միայն մեզ քիչ իմաստություն ու խհեմություն է պետք, որպեսզի այս ուժերը համախմբել և քիչ մնալ համբերատար կերպով միասնաբար աշխատել։ Փաստորեն դուք միասնության կոչ եք անում։ Այս 1 տարի ստացվում է։ Հիմա դարիներ շարունակ թեփկելու փերումով հագարակը քոյություն ունեցած է, հետապար 1 տարվա ընթացքին գարդ ժամանակ մնե, որպեսի աշխատանքը, որ դակավին նորը սկսած է, իր ակնկալված արդյունքը դա։ Սակայն ես այդ սկսուկին վրա եմ և դակավին գաշխատիմ այդ ուղղությամբ և վստահ եմ, որ ժամանակի ընթացքին այդ իր բդուղները վիրի դա, որտեղ մենք չենք կրնար դարդղնված կերպով աշխատիլ, ինչպես ով ենք ուրիշ քաղուտի մեջ, մանավանդ այստեղ, որ մենք ուրիշ քաղուտներում մոդիկ չենք, քաղուտներ կան, որ իրարու մոդիկ մանան Եվրոպա և այլն, իրարու մոդիկ են, իրար մեկ գրնան օգտվել և այլն, մենք այսպես բոլոր առանցին
եթե այդ գիտակցությամբ մենք շարժվենք, այն adեն բավական լավ արդյունքներով կգնանք հասնել, եթե ոչ դարդղնված ուժերով, ինչքան ալ տրամձացվի, ինչքան ալ միջոցները պետք է արդյունքը չեն տալ։ Եվ իմ եկած առաջին օրես, ինչքան ժամանակս ներած է, այցելած եմ և ընդունած եմ բոլոր գազագերբություններուն, բոլոր դպրոցներուն, առանց բացառության, շաբաթօրյա, ամենօրյա, առանց քունավորումի, ինձ համար միշտ հայությունը առաջին քծի վրա է, քան թե այս կամ այն հայության մասնագի դրսևորումը կամ երևույթը։ Այսինքն Չայանցի խոսքերը ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ներկայումս շատերն են խոսում արևմուտքի հոգևոր ճգնաժամի եւ այն մասին, որ արդի աշխարհն այսօր նույնիսկ դժվար է անվանել քրիստոնեական, քանզի նրանում եկեղեցին կատարում է սոսկ, ծիսական, արարողական գործառույթներ, որ անհատի բարոյական դաստիարակության գործում եկեղեցու դերը իջեցված է նվազագույնի։ Համաձայն եք դուք նման պնդումներին։ Առաջին մասը նախորդը քանի հարցեր գնացել, այո, Եվրոպան եւ արևմուտքը ընդհանրապես հոգևոր տեսակետեն ճգնաժամի առջև է։ Եվ այս երկիրները նույնիսկ քրիստոնյա երկիր գոչելը նույնիսկ սխալ է այսօր, որովհետև ամեն տեսակ դրոն կթույլատրվի եւ նույնիսկ անդրոնությունը կթույլատրվի։ Եվ քրիստոնեությունը ոչ մեկ ցեվով ավստրալիան ներառյալ առանձնաշնորհյալ թերմը կամ տիպը չունի։ Եվ վերաբար ուրեմն գրոնքի թերը սկսած է նվազել, սակայն այդ չի նշանակի, որ մենք պետք է ընդունենք այն ընդհանրակը փաստված է մեր ժողովրդի բարակային, որ մեր հավատքը, մեր բարոյական սկզբունքները, որ հավատքի միջոցով դրված է մեզի, մեր ժողովրդին առաջնորդած են գայուն իրավիճակով կոնե շուրջ 2000 տարի։ Հետևաբար ինձ գտվա, որ մենք այդ սկզբունքներուն հավատարիմ պետք է մնան, նույնիսկ անգախ առանց թեմ ըլլալու երկրի օրենքներուն, սակայն մենք պետք է կարողանանք ցևը գտնել մեր կրոնական ազգային այդ յուրահատուկ թրոշմը պաշտպանելու, որ ինձ գտվա, որ օգտակար մեր քոյադեման, մեր ընթացքին եւ քրիստոնեական իմաստով, քրիստոնեական, բարոյական եւ ազգային տեսակետով ես երկուս իրար մերը պիտի դժվարանայի դարանչադել, որովհետեւ քրիստոնեությունը մեզ ազգային պատկերով կներկայանա եւ մեր եկեղեցի ազգային նկարագրով կներկայանա։ Այդ է որ մենք պետք է փորձենք պահպանել ամեն քնով։ Սրբազան հայր, ձեր քարոզների առանցքը կազմում է նոր սերունդը։ Երիտասարդ սերնդին հայեցի ոգով դաստիարակելը եւ առաջնորդելը։ Ինչ կարող եք անել, ինչ կարող անել եկեղեցին, թեկուզ թեմը, երիտասարդին եկեղեցի բերելու հարցում եւ ընդհանրապես այս արտաքին ճնշումներից նրանց հեռու պահելով։ Քիչ դժվար է արտաքին ճնշումներն հեռու պահելու խնդիրը, որովհետեւ ադիգա ամեն դեպքա դպրոցներում մեջ կա, քոլեջներում մեջ կա, կյանքի աշխատանքի ընդհանուր երևույթին մեջ կա եւ վերաբար մեր տեսակը աշխատանքը հոսանքի վեր է, հոսանքը բոլոր մեր ըսածին եւ գործածին հագարակն է։ Ինձ գտվա որ առաջին դաստիարակությունը կրոնական ընտանիքեն գուկա, դունեն գուկա, եթե երեխան փոքր տարիքեն իր ծնողներեն չի ստանալ կրոնական պետք եղած դաստիարակությունը, բարոյական սկզբունքները եւ եկեղեցի չի փերվիր, այդ ծառը դժվարանա մսելու կսկսի ձուր աճի եւ երբ որ երիտասարդներու մասին կխոսենք եւ երիտասարդները մինչեւ 18-19 տարեկան իրենց պետք եղած կրոնական ազգային թրոշմը չեն ստացած անգելը շատ դժվար է արդեն
որովհետև մեր ազգային թիմակիրը գաղաբարն է, սերմն է, ապրելու սերմն է, որ ժամանակ գխնդրել և գուզե, որպեսի ադոր մեջ թրձվին, մեծնան, զարկանան, փոքր դարիքեն բիդել այս աշխատանքը և ոչ թե հանգարց մեկ 10-19 տարեկանին եկեղեցի բերվի և ասեմ, որ դու որպես եկեղեցական ինչպես կարող ես այս երիտասարդը գրոնական տեսակետեն և ազգային տեսակետեն ուրեմն հայ եկեղեցու ձիրին մեջ պահել։ Անգարելի բան է դա։ Մանավանդ այսօրվա թարում մեջ, և որ այդ տարիքին հատկապես մարդուց հետաքրքրող շատ երևույթներ կան Թուրքի աշխարհի մեջ։ Հետևաբար գրոնական սերը և մեր եկեղեցու նկատմամբ հետաքրքրությունը փոքր տարիքին պետք է սերմանվի, որպես այդ սերը իր մեջ աճի և զարգանա։ Հայոց եկեղեցու դերը հայ ընտանիքի ազգային ինքնության կերտման և պահպանման գործում այսօր։ Մեր եկեղեցին եկեղեցի է, որովհետև այսինքն քրիստոնեական ազգային եկեղեցի է, որովհետև ազգային արժեքների վրա հիմնված է։ Նույնիսկ մեր քիրերեն, դարերեն սկսած, և մեր մաշտոց այդ քիրերը ստեղծեց, որպեսզի Սուրբ հայերեն թարգմանվի։ Եվ այդ Սուրբ թարգմանության շնորհիվ մեր ողջ քրագանությունը ստեղծվեց։ Եվ եթե մենք ոսկեթարը որ լսենք, եթե նայենք այդ քրագանությունը, բոլոր նյութերը այնտեղ օգտագործված, պատմական, գիտական եւ այլն, ամբողջ Սուրբ Գիրքն է, որ այդ մտածումով է, որ դաստիարակված է մեր նախնիկը եւ այդ ոգիով է, որ գրած է։ Եվ նույնիսկ մեր զինվորները, երբ որ Վարդանանց պատերազմին իջան հայրենի հողը եւ գրոնքը պաշտպանելու, 5 դագարանեն մագապայեցիներեն օրինակ առնելով, որ այդ գործը կատարեցին։ Հետաբար Սուրբ Գիրքը ընտանիքի եւ ամբողջ ազգի դաստիարակության մեջ շատ մեծ ներդրում ունեցած է, նույնիսկ մեր ոսկեթարում։ Եվ հետաբար մենք որ այդ ազգային արժեքներու ժառանգորդներ մենք պետք է լուրջորեն մոտենանք այս խնդիրներուն եւ մեր ընտանիքներու մեջ դաստիարակենք։ Եվ ես միշտ շեշտած եմ, քիչ առաջ ասվեցա, որ անուղակի գրվով եկեղեցի միայն դիսական առավոտություններ կատարել, բայց նույնիսկ այդ թեգուզ եւ այդպես, որ ես ամբողջովին համաձայն չեմ, բայց եկեղեցականիմը ներկայությունը ձեսով կամ առանց ձեսի ովը մի դեր անպայմանորեն ուսուցողական դաստիարակչական բնույթ ունի։ Հետաբար որ եկեղեցական ընտանիք մգայցել է, այդ ընտանիքի մեջ ինքը դաստիարակչական բնույթ ունի, իր ներկայությունը նույնիսկ։ Ընտանիքը շատ կարևոր, հակառակ որ արևմուտքի մեջ այսօր ընտանիք հասկացողությունը սկսած է խախտվել, բայց մեր ազգային եւ գրոնական եւ ընդհանուր քրիստոնեական երևույթի մեջ ընտանիքը հիմքը եւ խարիսխն է, ո՞ե մեկ հասարակության ես կնամսել։ Եթե ընտանիքը զորավոր է համայնքը, զորավոր է քաղաքը, զորավոր է երկիրը։ Եթե ընտանիքը քայքայվի, ամբողջ պետությունը քայքայվի։ Հետաբար մեր շեշտադրումը պետք է թրվի ընտանիքի հասկացողության համար։ Անորոշ իմ գոչս է, որ երիտասարդներ ընտանեկան հարաբերությունները շատ լուրջ վերցնեն եւ լուրջ հիմքերով վրա տնեն, որովհետեւ կարողանան ապակա մեր նոր շրջանը դաստիարակեն եւ մեծնեն։ Եթե ընտանիքներ պիտի քայքայվին իրենց եսասիրական, որ ամբողջ ներկա մշակույթը այլ է, եսն է, իսկ քրիստոնեականի մեջ եսը գոյությունի մենքը մարդուգինը եւ որ կողքովի ուկար եւ ընտանիք կգազմեն, այդ ընտանիքն է որ հիմքը կգազմե քրիստոնեական ամենակարևոր եւ հիմնական ուրեմն խարիսխին, որը վրա մնացյալները կգառուցի։ Կներեք սրբազան օգտվելով առիթից խառը ամուսնություններն էլ այստեղ իրենց տեղ ունեն։ Այո, ունեն, եւ մենք պետք է իրավաշ լանք, մենք խառը ամուսնություններուն համաձայն չենք, սակայն եթե ամեն մեկ 100,000 հոգի օդար գինա, բնականաբար մանա նոր շրջանի մեջ, որոնք ուսում կստանան կամ իրենց աշխատավայրերում, քանի 100 հոգի մեջ են օդարը ընդունել շատ ավելի թյուրին է, քան թե ինչ-որ հայրը։ Ես չեմ ասում
ուրիշներ կան, որ օդարի է ամուսնացած եւ ընտանիքը ավելի գայուն շարունակած է։ Մենք ուզենք կամ չուզենք այս հարցը պիտի ընդունենք, որ սա այսօրվա ուրեմն կյանքի մեկ ցևն է, որ մենք քիչ ենք եւ հետեւաբար օդարի հետ ամուսնության հնարավորությունները ավելի շատ պիտի լինեն, ուզենք կամ չուզենք։ Մենք հետեւաբար իմ գեցվածս այն է, որ մենք այնքան պատրաստ պիտի լինենք, որ այդ օդարը այնպես պիտի ընդունենք մեր մեջ, որ այդ օդարը մենք պիտի աշխատենք հայացնել։ Եթե մենք կարողացանք մեր գեսի շնորհիվ ուրիշ կեսը գրավել, այդ ծևով մեր գոյությունը այստեղ ավելի կհարադևե, ավելի մասնավոր կդառնա։ Իսկ եթե մենք ամեն մեկ օդար ամուսնության մեջ միայն որոշ պիտի տեսնենք, այնադեն ավակա չունենք կրնանք այստեղ։ Կարճ ժամանակ հետո ուրեմն հայությունը գալի գերսա։ Միշտեր մենք օդարներ ես Ամերիկայի փորձառություններ կրնամ, ասել որ օդար գիներ կամ ամուսիններ, որոնք հայոյի հետ ամուսնացած են, եւ երբեմն հայը ուրիշ մահացած է, դարիներ անցած է, բայց անցը մարդ կամ գին նվիրումով, ամբողջական նվիրումով հայ եկեղեցի շուրջ եղած են, եւ ես իրենց ընթացքը եւ նվիրումը կոված եմ մեր հայ մարդկանց կամ կանանց ցույց տալով, որ ինչպես այս օդարը, որ ինքնին ավելի ամուր գսկա հայ եկեղեցի մեջ եւ ինձ ծևով նվիրված ծևով գծարայի այդ եկեղեցի իր ժամանակեն, իր նյութականեն, նաեւ ուրեմն միջոց չխնայելով։ Հետեւաբար մենք այդ տեսակետերալ լուրջ պատրաստված առաքելություն ունենք։ Մեր գեսը հետեւաբար այն գեսը, որ մերն է, այնքան զորավոր բերելա, որպես անոր միջոցով մենք սիրաշահենք մյուսը։ Սրբազան հայր, դուք որպես հոգևոր հովիվ երկար ճանապարհ եք անցել եւ ծառայելով տարբեր երկրների հայկական համայնքների հետ հարուստ կենսափորձ եք ձեռք բերել։ Ինչ նմանություն եւ տարբերություն համայնքների միջև եւ ինչ ծրագրեր կառաջարկեիք ձեր հարուստ կենսափորձից։ Բավականին քան հարցեր կնասել նույնպես նախ նմանությունները բնականաբար սպյուրք է իր բոլոր դարձություններով այն իմաստով որ հայրենի հողը մեր ոտքի տակ չկա հետո սպյուրքը այն իմաստով նույն է ուր որ արելա եւ այսօրվա իրականության մեջ եւ այլևս միջին արևելքը իմաստնավորի իսլամական երկրները եւ հայությունը դուրսու կա ուրեմն 100 տարի հետո այնինչ որ աշխարհան դարվեցավ միջին արևելքի մեջ այսօր կրել այլևս իր կորձը կատարած է սակայն շերունդներ բայելով սակայն ավակաչուն որ ժողոտ չմնաց այլևս այնտեղ գրեթե հետապար խոսքը վերապերի ավելի արևմուտքի մեջ լա Եվրոպա, Ամերիկա կամ Ավստրալիա Երբ ասնոր իրավիճակի մեջ որ հայեր որոշ երկիրներ ավելի շուտ հաստատված են եւ փորձառությունը գային է Ավստրալիան փախտադապար գերնանգսել նոր երկիր կամ խախտաբար նույն իրավիճակի մեջ է միայն ինչպես քիչ առաջ չսի ակնարկեցի այս մասին Ամերիկայի մեջ մեր եկեղեցին իհարկե ամեն մեկ երկիր նաեւ իր որոշ գրոնական տեսակետ են իր թիմակիզը ունի Ամերիկան ասկի 100 տարի առաջ շատ ավելի գրոնական ուրեմն երկիր էր եւ գրոնքը շատ ավելի կորձոն մասնակցությունը մարդու կյանքին ներ եւ մեր նախնիկը երբ որ 15 թվականին կացին Ամերիկա ուրեմն ամեն տեղ իրենց եկեղեցիները շինեցին եւ այդ եկեղեցիները շուրջ իրենց հավատքով ասկային թիմակիզը պահպանեցին եւ այդ ծևով առնվազն 2-3 եւ ավելի սերուն նույնը չեմ գնացել Ավստրալիա վարակային դարբերությունը այն իմաստով առաջին սերունդը որ եկած է միջին արևելքը շատ լավ հայերեն շատ լավ ուրեմն հայրենի հավատություններ ունեցող սերունդն է եղած է սակայն չեն հասկացած որ այստեղ միջին արևելք չէ որ այնտեղից են այստեղ բավարար չեն եւ ամենակարևորը եւ անանքիչ հասկացության եւ մագարտակի հարց է ընտանիքներ ունեն նույն հայերեն չեն խոսիլ ինչ է որպես իրենց զավակներու անկերեն հանգած շեշտատումով օդար շեշտատումով չլա
կան ուրիշները արդարացնում, որ իրենց զավակներեն այդ ծով անգլերեն ուզեն սովիր, իրենց անգլերեն խոսելու անոց է։ Դունը մեր միջնապերտն է, հոգևոր և ասկային իմաստով։ Եթե այդ միջնապերտի մեջ մենք հայերեն պիտի չխոսենք, հայ հավատքի մասին պիտի չփոխանցենք, կնշանակի թշնամին մեր միջնապերտը գրաված է։ Եթե թշնամին մեր միջնապերտը գրաված է, բայկար վերջացած կլազի։ Վերջին բատնեշը այնտեղ է, վերջին բادرազմը այնտեղ է։ Իմ համար ադորամար գսեմ, առաջին ամենակարևոր հարցը ընտանիքեն ներս, դունեն ներս հայերեն խոսիլն է եւ հայ մշակույթի մասին երեխաներուն ուրեմն տասյարակերն են, լուրդալն է այդ մասին, թե ինչ կնշանակի հայրը։ Սեփազան հայր, հետևում մնացին ամանորյան եւ սուրբ ծննդյան տոները։ Ձեր պատգամը մեր ժողովրդին։ Եկիրն ու եկած եք ուրշակամներ ալսած են, որ մեր օվգյանոսներով շրջապատված է։ Եվ գգազեմ, որ այս սերունդ որ հոսը գադ է, թյուրին պացի կանին տեպքեր է դրնան լալ, ասիլյան անգում երթալիք տեղ չունենք։ Հելիապար մենք պետք է մտածենք, որ այս եվի օրենքներով ինչպես մենք կրնանք ապրիլ, ինչպես մենք կրնանք օգտուվիլ այս եվի օրենքներեն և ինչպես կրնանք մեր ասկային թիմակիզը բայել։ Եվ այստեղ խտրականություն չի գա այն իմասով, ոչ է մեկ ծևով հալադանք չի գա մեր գրոնքին թեմ, մեր ասկային սկսունքներուն թեմ։ Հարց այն է, որ մենք ինչպես պիտի կարողանանք մեր նոր շերունթին այնպես տասվերակել, որոնք անում իրենք հբար դսկան, որպես ավստրիալացի, բայց նաև հբար դսկան իրենց հայկական ասկային աղունքներով։ Եթե այդ հբարությունը մենք իրենց փոխանցենք, ցույց տալու համար, որ հայերը ինչ կարողություններ ունեցած են, ինչեր ըրած են, քիլուտյան, մշակույթի, սպորտի տարբեր բնակավարներու մեջ։ Այն է, այդ երեխան կտեսնի, որ հայերը ուրեմն եթե այդքան բարձր բանի հասած են, եւ ինքը հայ է, հետապար ինքը հբարդանալու առիթ ունի, ինքզինքը նված չսկար, որ մեկ օդար ուրեմն ասկայնություն ունեցող, կամ ձակում ունեցող անցիմը նգատմամբ։ Թերակնահատության կոմպլեքսը մենք պետք չէ, inferiority կոմպլեքսը պետք չէ ունենա։ Վարուց սևագի խոսքերը այս իմաստով շատ դերին է։ Մենք մեր ոչ մեկից չենք կերատասում, մենք հայ ենք։ Եվ այդ հայկական կիրակցությունը զորավոր պետք է լինի ուրեմն մեր զավակների մեջ։ Իմ հույսս այն է, որ մեր նոր դարվածերին մեր ժողովուրդը կարգադառնա այս հարցին։ Եվ այս հարցի նկատմամբ պետք չէ խնայողություն կամ զոհություն ունել։ Մեր նախնիկն դարաբեցան, չարչարվեցան, միջին արևելքի մեջ ուր որ էին, մեկը թող չսե որ այսօր ժամանակը չունենք, այն ադենալ դարաբանքներ, չարչարան, ամեն ինչ կար, այդ մարդիկ ամեն ինչ կրին, որպես հաջորդ սերունդը հայ տաշի հարագել։ Այսօր այս եվի ազատ պայմաններու մեջ, ուր հալազանք չկա, ուր հանգիստ կա, ինչու մենք գզլանանք քիչ ուշադրություն դարձնելու մեր զավակներուն եւ ամենամինիմումը նորեն գսել գսկսի դունի մեջ սեղանի շուտ հայերեն խոսելով կոնը մեր դունը թող դառնա հայության այդ թարտնոցը դունի մեջ հայերեն խոսելով գսկսի հարցը եթե այդ ամենափոքրիկ զոհությունը պիտի չնենք այնադեն մեր նախնյաց դիմաց մենք հանցավոր ենք որ մենք մեզի ժառանգված այդ հարստությունը չգրցան փոխանցել հաջորդ սերունդին եւ դունեն սկսի ասիկա եւ այսօր մեջ դունը դպրոցը եկեղեցին ասկային բոլոր գազագերությունները ամեն մեկը իր միասնական թեր ունի բայց առաջինը դունեն սկսի եթե դունեն երեխան չփերվի եկեղեցի դպրոց ագում այդ երեխան ուղղեն միտսորվի այդ մասին Եվ վերջում, ինչ հարց որ չտրվեց, բայց կփապագեիք պատասխանել։ Հիմա թերքիչ մշուդ է դարբեր հարցերու մասին խոսել է, ինչպես ես սկիզբսի, դագավին գշարունակեմ ես ուսումնական դեսակ ուսումնասիրելու մեր ավստրալիա կապուտը, գծավի լսելու, որ մենք
միայն Սիդնեի և Մելբուրնի մեջ չենք, որ ամենահոծ ուրեմն հայությունը գոյություն ունի։ Սակայն նույնիսկ Ավստրալիայի մեջ փոքրիկ համայնքներ կան, Adelaide-ի մեջ, Perth-ի մեջ եւ այլուր, եւ դակավին իմ բարդականություններու պատճառով պետք է Նյու Զելանդա լացել եմ, չհաշված ուրեմն մյուս փոքրիկ քաղաքները, որոնք Հոնկոնգեն, մինչև ուրեմն Սինգապուր, մինչև Բանգկոկ եւ Բանգլադեշ, այո եւ Մյանմար չհաշված, որոնք իմ ժամանակես եւ երաթես գխլեն եւ գերասեն դիաշտերեն ու ահակին ունելի կորձեր կան, անոնք կարևոր են, սակայն նորեն ուրեմն նվիրյալ հոգիներու բագաշ ունենք։ Ես գարդեմ, որ այդ նվիրյալ հոգիները եկեղեցական կամ աշխարհական, այս մասին պետք է մենք լրջորեն մտածենք։ Եկեղեցականը ուղղև դիկա, այս մասին պետք է, եթե ծնողներ իրենց զավակները չդան, կամ մտավորականը հայ դպրոցի ուսուցչուհին, այսօր դամավորներ կան եւ ես գխոնալի մանուց առաջ, սակայն վաղուշորը դամավոր պիտի չմնա այլևս, այդ մասին պետք է մտածենք, վաղվան մասին պետք է մտածենք, թե ինչպես մենք պիտի պատրաստենք մտավորականները, ղեկավարները մեր վաղվան, առանց ղեկավարներու այս ժողովուրդը ոչխարի հոդի մգրմանի առանց հովիվի, որ ոյ մեկ քայլով դամբամը գնա աշխով անգոմ դանել հապուշտակել եւ գործանել։ Հետապար ասիկա լուրջ ասկային դեսագետեր եւ ասի միայն մեր բարակային չի արգե, ամբողջ ուսպիրքի մեջ լուրջ մտահոգություն է մանավանդ եւ որ այսօրվա պայմաններու բերումով ամբողջ միջին արևելքի մեջ այն օջախները ուղղային որ մեր մտավորականները, մեր եկեղեցականները կպատրաստվեն, այսօր չկա այլևս այդ գաղաբարը եւ թարտնոցը։ Ահազանգ մնե եւ լուրջ մտահոգություն մնե, որում նկատմամբ մենք չանդարբերելով։ Շնորհակալություն ձեզ Սրբազան հայր, մաղթում ենք ձեզ երկար տարիների առողջ կյանք եւ հաջողություններ ձեր Սուրբ առաքելության մեջ։ Նորեն իմ դեպին շնորհակալությունները, որ ռադիոյի այս ցևով իմ խոսքս, որ երբեմն քարոզներու ցևով դպաշտուի ժողովրդին, ես եթե հարցերը լան, պիտի խնդրեմ, որ մեր ունգընտիրներեն ժամանակ